նոր միտք, նոր թարգմանություն երկօրյա ֆորումի երկրորդ օրն ենք սկսում։ Ֆորումը կազմակերպել է Նյումեկ հրատարակչությունը եւ Գյուլբենկյան հիմնարկությունը։ Առաջին գրքի շնորհանդեսը կլինի քիչ անց, ես կփոխանցեմ պարոն Փանոսյանին, նա արդեն կներկայացնի խոսքը արվելաբանություն գրքի մասին է, որը հայերեն է թարգմանվել առաջին անգամ։ Խնդրեմ պարոն Փանոսյան։ Շատ լավ, բարի եկաք բոլորդ։ Մինաս Լուրյան, մեզ գմիանա Վենեդիգեն, պրոֆեսոր Հայկ Քոչարյան, Պետական համալսարանին եւ Դավիթ Սարգսյանը Երևանին, այլազան գլխարկներով Նյումագի թարգմանիչը։ Ինձ համար մեծ ուրախություն է, անոնք որ այս գիրքին Չագերդյալ չարչարանքեն դեղյակ են գիտեմ, որ որքան կսպասենք, որ այս գիրքը վերջապես լույս տեսնի, 3-4 տարի եղավ այլազան եւ զանազան հարցերու պատճառով, բայց վերջապես լույս տեսավ եւ այդ առաջին 10 գիրքը, որ զադած էին թարգմանության համար, այդ 10 գիրքերեն կարևորագույն գիրքերեն մեկն էր այս։ Ուրեմն գիրքը թարգմանված է փոքր խմբակի մգորմե Ռաֆի Աջեմյան, Մինաս Լուրյան եւ Մարկ Նշանյան, Մինասը հոսե, բիդուզեի սկսիլ հարցումով մը թարգմանության մասին, Մինաս, բավական պարտիկ մնե, պարաբաշավը պարտ է, հղացները թյուրին չեն, գուզեի քիչ մը Մինաս անդրադառնաս գիրքի թարգմանության մարդահրավերներուն մասին, եթե գրնաս։ Բարև, շնորհակալություն բոլորիդ ներկայության համար, շնորհակալություն այս հրավերին համար, որբեսի մեր 3 հոգինոց խմբակեն ես լամ ներկայացնող թարգմանության այս աշխատանքին։ Քիչ մը անգանոն ձևով պատասխանեմ հարցումիդ, նախ ասեմ, որ թարգմանությունը, որու համար արդեն մի քանի փորձառություն ունեցա, մի քանի գիրքերու թարգմանության, թարգմանությունը անգախ նաև մեկնաբանությունը։ Իդալիո մեջ թարգմանիչին գսեն նաև ինտերպրետը, մեկնաբան։ Ես պատրաստությամբ երաժիշտ լալով մեկնաբանությունը շատ մեծ դերակատարություն ունի որևէ գործ ընկալելու, ըմբռնելու, հասկանալու խորաբես եւ վերարտադրելու։ Թարգմանությունը դեսակ վերարտադրություն է, այսինքն մեկ լեզվամտածողությանն այլ լեզվամտածողության իրականության մեջ դանիլ է գործը։ Այդ մարդահրավերը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար գործ մնա, երբ գործը հսկայական բարդություն կներկայացնա։ Եվ ինչպես երեք ակնարկեցի մեր հերադեսիլի հարցազրույցին ընթացքին, գործ ունենք հսկայական դիդանիմը աշխատանքին հետ։ Բարձ անձնավորություն մեջ նյութը չափազանց բարդ գործ մնա եւ այդ նյութին վրա գետրոնանալ եւ թարգմանել մեկ լեզվեն այլ լեզվի իսկապես բարդ գործ մնա եւ այն գործիքները որ մենք ունենք իբր հայ լեզվի իրականության պատկանող անցինք լարևելահայ լարևմտահայ այդ մագարտագի բարարանները պետք եղած աժմեացած բարարանները ունենք եւ պետք եղած պարամետր կունենք հստակորեն արդատրելու այդ գաղափարները։ Ասեմ, որ մեկնաբանելու համար կամ թարգմանելու համար գործը պետք է նախ սիրահարիս։ Եվ ես բզդիկ պատմական ակնարկ մնեմ, ուրեմն 75-ան 80 տարիներուն եղած եմ երդասարդ դղամը Բեյրութի քաղաքացիական պատերազմի տարիներուն եւ այդ տարիներուն Սայդի մասին բնավ չէի լսած, գաղափար չունեի։ Սայդի այս գիրքը 1970 թվականին գրված է եւ երբ 80 թվականին Իտալիա եկա Վենեդիկ հասա շարունակելու իմ երաժշտական ուսումս բադահմամբ գաբի մեջ մտա արևելագիտության գաճարի Վենեդիկի համալսարանի կարևորագույն գաճարները մեկն է պրոֆեսորներու հետ Անոնց հետ գավի մեջ մտա, որովհետև արդեն կգործակցեի այն գառույցին, որ հայ մշակույթի ուսումնասիրության եւ ավերակրումի կենտրոնն է եւ գազմագերբած է բազմաթիվ գիտաժողովներ, հայ արվեստի միջազգային գիտաժողովներ, ինքնաբերաբար գավի մեջ էի այդ արևելագիտության համալսարանի պրոֆեսորներուն հետ։
Շատ գարժ անդրադառնամ, որ այդ պրոֆեսորները գրեթե բոլորը ցախողոմյան միջավայրեգուկային, բոլորը հարաբերության մեջ էին այնադենվա Սովետ միության երկիրներուն հետ, հատկապես Գովգասյան երկիրներուն հետ, բոլորը այցելած էին Թիֆլիս, Բաքու, Երևան եւ այլն, եւ անոնց մեջ գրեթե բոլորը Բարաջանովին հետ նաեւ հարաբերության մեջ էին, եւ առաջին Բարաջանովի այցը Իտալիա իրենք հյուրասիրության իրենք մասնակցած էին։ Այդ պրոֆեսորներն հատկապես երկու հոգի, որոնք մասնակետ էին միջին արևելքի գրոնական եւ քաղաքական հաստատություններու քաղաքականության նյութերու համասանեն այդ նյութերը գտասավանտեին, ինձի արդեն 83-84 թվականին խոսեցան Էդվարդ Սայդի մասին, որու գիրքը արդեն իտալերեն թարգմանված էր, ասելով թե երկու տարու արևելապանական ագաթեմական աշխատանքը հեղաշրջած է իր այս գիրքով։ Ինձ համար ադիգա մեծ անագնգալ մներ, քալով իսկապես միջին արևելյան իրականութենամը, եւ երբ գիրքը այնադեն գարտացի գայձակնար եղա, սիրահարվեցա այդ գիրքին։ Առանց անպայմանորեն ամեն մանրամասնությունները ընկալելու, որտեվ քիչ թե շատ բոլորս գիրքեր կգարտանք, շատ անգամ ծրված կգարտանք, ամեն ինչ չեն ընկալեր։ Այդպես այդ գիրքը անցավ եւ ինձ համար մնաց Սայդի դիբարը, որ նաև երաժշտության հմուտ մարդ էր, այդ ալ ինձի քաշողան ուժմոն էր, իսկ ամեն բանը ավելի երեք դարձյալ անդրադարձա այդ նյութի մասին, այդ հսկա մյուս հրյա երաժիշտ Դանիել Բարմբոյմի հետ միջին արևելյան հրյա եւ բահեստինցի աշակերտ երաժիշտ աշակերտներու հետ միջին արևելյան այդ East-West դիվան օրկեստրայի նախաձեռնությունը իրենք իրակորձած էին, ինչ որ դակավին այսօր Դանիել Բարմբոյմը չնայած բավական ծանր հիվանդ է, այդ գործը կշարունակի։ Ուրեմն այդ հարաբերությունն ալ ինձի մեծապես կհետաքրքրեր։ Այս բոլորը կովկովի տնելով, երբ Ագամբենի թարգմանության խմբակրում են վեր Մարկ Նշանյանի ինձ երացանից խնդրելով, որ միանամ խումբին թարգմանչական, շատ մեծ ուրախությամբ IOS-ի չնայած բավական ծանր օրագարկով գործ ունիմ, շատ մեծ ուրախությամբ IOS-ի եւ գրսանք այդ գործը գլուխանել 1001 դժվարությամբ։ Լեզվական կետնի վրա յուրահատուկ ասանք դժվարությամբ արջևը եկակ լեզվական կետնի վրա, որ գուզես այդ մասին երկու բառով անդրադառնալ։ Հիմա հատուկ կերպով որը մանրամասնություն միտքս չի կար, բայց շատ անգամ գրեթե ամեն բարբերության որոշ դժվարություններով արժև գտնված ենք, որովհետև ադուր համապատասխանող հայերեն եզրերը չունենք կամ պետք է հարմարցնեինք։ Այդ աշխատանքը բարեփոխություն ունեցանք միասնապարնելու Ռաֆին եւ Մարկին հետ։ Եվ այժմ Մարկը հսկայական բաշար ունեցող գիտելիք ունեցող մարդ է, լեզվային տեսակետ է, բացի նաև փիլիսոփա է, այդ դժվարությունները միասնապար գրցանք հաղթահարել։ Ես դեռ որոշ բարերու բացատրություններու համապատասխան հայերենները գտնելու համար ստուգած եմ նաև իր բնակիր լեզվի բարերանները, հոմանիշներու բարերանները, արմատական բարերանները, նաև դարբեր լեզուներու, հայամատությունները ռազմ նաև այլ լեզուներու թարգմանված Էդվարդ Սայդի գործերը, որովհետեւ գարանամ լավագույն ծավով հայերենը դալ։ Համենայնդեպս շատ կարևոր էր այդ խմբային աշխատանքը եւ մեծ գարձեմ հսկայական դժվարությամբ բոլոր այդ դժվար անցքերը մանավանդ հաղթահարած է Մարկ Նշանյանը, այսինքն մեր խումբի աշխատանքը համադրելով։ Մարկի իթեպ Էդվարդ Սայդին կորձընկեր եղած է Կոլոմբիա համալսարան շատ ոնց Էդվարդ Սայդը բավական գանուխ մահացավ դժբախտաբար։ Մինաս ուրիշ հարցում ունիմ քեզ Սայդի գենսակության եւ նյութին հետ կապված, բայց ատկե առաջ կուզեի շատ արագ Դավիթին հարցնել, որովհետեւ Դավիթ տունալ թարգմանիչ ես, այս դեսագի քիվքեր գտակմանես հիմա Բենեդիկտ Անդերսենը գազեմ տուն գտակմանես Տուն անշուշտ դեպի արևելարեն գտակմանես Չեմ գիտեր թե ավիճ ունեցավ այս քիվքին քիչ մգարտալու կամ զանոթանալու գուզես բամ ավելցնել թարգմանության նյութին շուրջ ասբարակային որովհետեւ հոս արևը դա հայերեն է եւ տուն արևելը հայերեն գտակմանես
Ես իմս կնամ։ Շնորհակալություն նախ բոլորիս շնորհավորում եմ նախորդ կամ դրանից առաջ էլ նախորդ կյանքում Արևելագետ էի եւ պարոն Քոչարյանի մոտ պարոն Քոչարյանը այն ժամանակ ընկեր Քոչարյան էր եւ այս գիրքը ես ուղղակի շատ կարճ ասեմ, ես իմ լեզուն շատ հեռուստատեսային է, ես շատ կարճ եմ խոսում եւ այս գիրքը մեզ համար շատ այսպես ֆունդամենտալ գիրք էր սովորելու ընթացքում բնականաբար ռուսերենն էինք կարդում եւ զուտ թարգմանության հետ կապված ընդհանրապես գրքերը որոնք ստեղծում են նոր գիտելիք այնտեղ կարող են հայտնվել նոր բառեր, տերմիններ, որոնք հայերեն չկան կարող են նույնիսկ այլ լեզուներով էլ չկան եւ այդ պահին միայն բնօրինակով է լինում եւ հայերեն դրանց տարբերակը ստեղծելը երևի աշխարհի ամենահետաքրքիր գործերից մեկն է, որովհետև մենք ունենք շատ լայն հնարավորություններ ստեղծել շատ գեղեցիկ բառեր։ Ուղղակի իմ ցանկությունն է, որ մենք ոչ թե սպասենք, տեսնենք, օրինակ նման մարդիկ ինչ են ստեղծում, հետո մտածենք ինչպես այդ տերմինները հայերեն դարձնենք, այլ մենք ստեղծենք գիտելիք մեր բառերով, թող հետո ուրիշները հայերենից թարգմանեն։ Մի քիչ ազգայնական ստացվեց, կներեք։ Շատ լավ։ Մինաս ետ քեզի վերադառնամ Էդվարդ Սայիդը իր բادگանությունը անցուցած է Բաղեստին, Լիբանան եւ Եգիպտոս, եթե չեմ սխալի, քրիստոնյա բաղեստինցի էր, ինչ որ պրոգրամասությունը քիչ մգնաս անդրադառնալ իր գենսակրության եւ իր մոդեցումին միջև գաբը Գենտացեմ գապ մգա անշուշտ Վստահաբար գապ մգա իր ցանկի փորձառուտանը նեղած արդենս իր քրիստոնյա բաղեստինցիներու զավակ է չնայած մայրը լիբանանցի է ցակումով լիբանանցի քրիստոնյա շրջամագյանքի անցուցած է Կայրեի մեջ Բաղեստին մասնակցած է նաև արդեն իսկ ագաթեմական պրոֆեսոր եղած շրջանի մասնակցած է բաղեստինյան քաղաքական շարժումին Արաֆատի այդ խմբակցության նաև դիրքորոշում ունեցած է Օզլոյի բանակցություններուն թեմ ինքը գնահանդրեր մեկ pedagogian դակ երկու ասկերու համագեցությունը ինձ համար ամենամեծ հետաքրքրությունը Սայիդի անձին վերաբերյալ այն է որ հսկայական պատրաստություն ունի համադական քրագանության աշխարհներս ագաթեմական հսկայական նյութ ուսումնասիրած է քրագան 3 տարերու ուրեմն փորձառություն ունի արևմտյան աշխարհի իր անցյալի փորձառությունը ունի որպես զակում արաբական աշխարհի եկած եւ պաղեստինյան աշխարհի եկած մեծապես զանոթ միջին արևելյան իրականություններու ես համոզված եմ որ նման անձը կգրնար միայն այսպիսի վավերական փաստաթուղթ մցկել իր այդ ասպարեզն եկած եւ իր անձնական փորձառութենն երկիրքը գարտաս իսկապես ագաթեմական աշխարհեն ագաթեմական մագարտագեն անտինգերտը վստահաբար լիովին գծածկի այդ բանը բանջկը բայց մեծ հաջողքով գարտաս այս գիրքը Եվ եթե այդ շրջանին ապրած մարդ եղած ես քիչ թե շատ եղելություններուն նայած զանոթես մեծ հաջող կստանաս նաև գարտալուն եւ շատ մահարցեր գնաս խորաբես ընկալել Շնորհակալություն մեր գլոսերանին նաև պիտի մասնակցեր Հրաչ Բայադյանը թշպախտապար անհասկացողությամբ պատճառով չի գրծավ ներկա լալ ուրեմն Երկու հարցում իրեն ունեի եւ քիչ մանագնգալի փևելով մեր միշտ մասնակիցներուն իրենց մի հարցնեմ այդ հարցումը պիտի իմացեզի կամ հայք բայց ատկի առաջ հայկը սկսել են առաջ ուրիշ դեսանյութ մգա եթե ադալ 1 րոպե 1.5 րոպե գաչ դեսանյութ մնե եթե գնանք այդ թիդել վերջը գանցնենք հայկին Էդվարդ Սայիդը հայ քննադատված է, այս գիրքը շատ մեծ ազդեցություն ունեցած է, բայց որոշ
մարդիկ քննադատեցին Սաիդին մոդեցումը եւ քննադատությունները մեկ աներ որ այո շատ լավ մեկնաբանած եք արևելապանությունը օրիենտալիզմը բայց ինգած եք արևմուտքապանության այսինքն օկսիդենտալիզմի թագարտի մեջ բավական ուշադրություն չեք դարձուցած արևելքի հայացքը դեպի արևմուտք գխորիկ թե ասիգա արդար քննադատություն մնե Էդվարդ Սաիդին Նախ շնորհակալություն հրավերի համար եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այս լավ նախաձեռնության համար, որ թարգմանել եք։ Մի քիչ Միքայել հետ գնանք այդ թարգմանության մասին էիք հարցնում թարգմանիչներին, այո, հումանիտար մտքի տեսանկյունից շատ կարեւոր է, որ այս ամեն ինչը թարգմանվի հայերեն եւ այդ տերմինները, որի մասին մենք խոսում էր Դավիթը, մինասը, որ դժվար է գտնել այդ դրա պակասն է որ թարգմանչական գործունեությունը նաև գալիս է լրացնելու այդ գիտական հետ հատկապես հումանիտար մտքի տեսանկյունից եւ բնականաբար լավ գործ է բայց ուշացած երբ է տվել օրիենտալիզմը հայերենը արևելահայերեն չունենք արևմտահայերենը կա շատ լեզուներ ժամանակին թարգմանել բայց շատ լեզուներ շատ ուշ թարգմանեցին եւ Գիտական, եթե գիտական դիսկուրսի տեսանկյունից ենք նայում, խնդիր կա այս գրքի հետ կապված։ Շատ հաճախ ոչ միայն հակադրվում են եւ այդ ձեր ասած օկսիդենտալիզմի մեջ են մեղադրում Սաիդին նոր պայքարելով դեվիդեմ դև ստեղծելու կոնցեպտով, այլ շատ հաճախ համարում են, որ այդքան էլ գիտական գիրք չի։ Այսինքն այդ դիսկուրսն էլ կա գիտության մեջ։ Այստեղ խնդիրն է, որ Սաիդը ինքը գրականագետ էր, ինքը լեզու պոլիգլոտ էր, ամենակարևորը, մայրենի էր անգլերենը, արաբերենը, ֆրանսերենը, իտալերեն էր խոսում, մի երկու երեք լեզու էր, լատիներենը գիտեր կարծեմ, կենսագրություն ինչ-որ բան հիշում եմ, նա գրականագետ էր և գրականության լավ գիտակ էր և լեզուն էլ շատ օրենտալիզմի հաջողությունն է նաև դա, որ այդ լեզվով կարողանում է շատ բարդ և պարզ բաներ համադրել, որ երբ որ կարդում եք մասնագիտական լայն ընթերցողի համար շատ կարևոր է, մասնագիտական ընթերցումի տեսանկյունից, գիտեք, այս գրականությունը մի քիչ այն երիտասարդ արկածային գրականության կարդալու ժամանակ, որ մի անգամ պիտի կարդաս, ու այդ շարքը ամբողջացնես, որպեսզի կայանաս որպես անհատ, մասնագիտության մեջ էլ այս օրիենտալիզմը այդ գրքերից մեկն է, որ մեր ուսանողները կարդում են։ Եվ ենթադրում եմ, որ այդ դիսկուրսը իրենց հետ մնում է, որը խոսենք երևի թե ավելի ուշ թե ինչ զարգացումներ կունենա, բայց արդարացված են թե չէ մեղադրանքները գիտություն է, գիտությունը դրանով է լավ, որ դու քո տեսակետն ես առաջ տանում, մյուսները իրենց են առաջ տանում, ստեղ կա քաղաքականություն, ստեղ կա ազգայնական էլեմենտներ, եւ Սաիդը ինքը մի կարևոր հանգամանք կա, որի մասին նաեւ կարելի է խոսել է, որ ինքը գիտակցաբար ընտրում է Պաղեստինյան պայքարի առաջամարտիկ դառնալը, որտեղ իր կյանքում ինքը ապահովված հարուստ ընտանիքից մեծ հաշվով ասենք ոչ արտագաղթել է, չնայած կա այդ հերական տան վերադարձի կոնցեպտը, որը նաև տանում այն, որ հերական մամուլում էր ժամանակին, հակաթեզիսներ առաջ տանում, թե իրաց տունը դեռ չէր Երուսաղեմի հին այդ Թալբիա թաղամասում, բայց այդ կարևոր է, որ գիտակցաբար է ընտրում այս պայքարի ձև, որտեղ ինքնության կրիզիսի մեջով է անցնում։ Եվ ինքը գիտակցաբար չունե, շատ էս է նաև պատճառը, որ շատ հաճախ ոչ միայն եվրոպական միջավայրից էր նաև հակադարձում Սաիդին, այլ արաբական միջավայրում է կային։ Սիրիական, հատի փիլիսոփայական մտքերը բաասական կուսակցության, չի որ շատ սիրում էին Սաիդին, ասենց ասենք։ Նույն Արաֆատի հետ կոնֆլիկտները եւ այլն։ Շատ լավ շնորհակալություն գուզեմ բարբերությունը գարտալ եւ ադգե յետք
Դավիթին հարցումը հարցնել։ Քիրքին վերջավորության Սայիդը գկրե այսուհանդերձ ծևը չկա շրջանցելու այն իրողությունը, որ նույնիսկ անդեսելով ավևելապանական զանազանումը մերի և անոնցի միջև, մեծ թիվով քաղաքական և վերջին հաշվով քաղաքապարապանական իրականություններ գծեվագերբեն ժամանակակից գիտությունը։ Խուսափելու գավելիությունը չի գա։ Եթե արևելքի և արևմուտքի միջև երկջուղումով պիտի չսպաղենք, կմնա հյուսիսի ու հարավի, հարուստի և աղքատի, գայսերաբաշտի և հագագայսերականի, ջերմակամորտի և ցեղային այլ ժողովուրդներու միջև երկջուղումներու մեկը կամ մյուսը։ Չենք կրնալ բոլորը շրջանցել, ըսելով, որ գոյություն չունին։ Ընդհակառակը ժամանակակից ավևելապանությունը կապացուցի, թե որքան ամբարգեշտ է զանոնք ծածկել ուզելը, քանի որ ծածկելով գուժեղացնենք բաժանումները և կդարձնենք միաժամանակ շարախետ և հավերժական։ Այսինքն Դավիթ ավևելապանության քիրքին գորիզը ուժի հասկացողություն մգա, այսինքն ուժը կամ ուժի բանեցումը իշխանության գիվարգումը որ Սայիդը գմեկնապան է և ոչ թե միան հայացքի հարց մնե։ Գրնաս քիչ ավելի բացատրել Սայիդին այս մոդեցումը ողջերկած է և ինչպես ինքը կբացահայտի ուժի գիվարգումը։ Ոչ, որովհետև դա ավելի շատ ավելի մասնագիտական հարց է, բայց շատ կարևոր հարց եք տալիս այն իմաստով, որ տեսեք, երբ եկան գաղութարարները, մարդ չէին էլ համարում, հա? Բայց այն, որ իրենք դարրել են այդպիսին հենվելով տարբեր գիտելիքի տեխնոլոգիաների վրա, որոնք իրենց հասել են հենց այդ տեղից և այդ արևելքի շնորհիվ պայմանական, իրենք այդ մասին չէին էլ մտածում, չէին էլ խոսում, հա? Այսինքն ուժը գալիս է շատ տարբեր աղբյուրներից, բայց և հենց այդ արևմուտքի 19-րդ դարը, եթե վերցնենք 19-րդ դարի արևմուտքի ուժի աղբյուրը 9-րդ դարի արևելքի ուժն էր, այսինքն այդպես դու չես կարող տարանջատել, հիմա օրինակ, որ նայում ենք աշխարհագրությունը ընդհանրապես ամեն ինչ որոշում է, հա, եթե մենք նայում ենք Սիրիան արևելք է, Թուրքիան արևելք է, արևելք ենք համարում Թուրքիան, Թուրքիայի սահմանը օրինակ Բուլղարիայի հետ է, Բուլղարիան արդեն արևմուտք է, այդ ոնց ինչպես որոշեցինք, ինչու այդպես որոշեցինք, այսինքն սրանք այնպիսի պայմանականություններ են և ուժեղը արևմուտքն է, թույլը արևելքն է, խիստ վիճելի է, այսինքն այստեղ կա տեղեկացվածության բաց, որ այդ մտածողությունը առաջացել է, ամենակարևորը ինֆորմացիայի բաց կա, մարդիկ չգիտեն ինչ է, օրինակ Բեյրութը, ես այնտեղ չեմ եղել, բայց ես պատկերացնում եմ դա ինչ է, ինչպես կարելի է Բեյրութին համարել ինչ-որ մի թույլ բան, հա, շատ ուժեղ երևույթ է, իր ամեն ինչով, հիմա ինչքան էլ ուզենան Փարիզում ստեղծեն աշխարհի բոլոր ազգերի, մշակույթների, կրոնների, այսպես կենտրոն միևնույնն է, ինքը չի ունենա այն ուժի, ինչ ունի Բեյրութը, թե սխալ եմ ասում, պարոն Քոչարյան։ Խնդիրը ուրիշ տեղ է, խնդիրը այնտեղ է, որ ամեն մեկի սրտում կա Փարիզ, բայց ամեն մեկի սրտում Բեյրութ չկա։ Մինաս կուզես ասո անցածանալ, գավևոր գետ մնե։ Այո, ուրեմն նախսան, որ արևելապանության ուսումնասիրությունը գսկսի շրջանեմը և 2 տարերու ընթացքին իրականությունը փոխված է, պատմական իրականությունները և հավասարակշռությունները փոխվելու վրա են, ասել չէ թե փոխված են։ Ուրեմն արևելապանության հոսանքը գսկսի որպես դիրագալություն զավալաբաշտական քաղաքականությանը։ Թիմացինին ինքնությունը գերդելու և որոշելու թե թիմացինը ինչ է, արևելքցի է, ադոր առանձնաշնորհում որոշելու իրենք շնորհած էին արևմուտքցիները։ Այդ քաղաքականությունը մինչև այսօր կշարունակվի զավալաբաշտական, նույնինքն մանավանդ ժամանակին Եվրոպայի կողմեն էր, հիմա Ամերիկայի կողմ է։ Ես մեր մորտին վրա ապրված օրինակներ բերեմ կամ մեկ կամ երկու օրինակ, որովհետեւ հասկանանք, թե ինչ է այդ զավալաբաշտական քաղաքականությունը գրած նաև մեր հայու մորտին վրա այս վերջին շրջաններում։
մի քանի տարի առաջ, դակավին մինչև մի քանի տարի առաջ ես նաև Իտալիո հայ համայնքի նախագահն էի։ Եվ բավական ծանոթություններ ունեի հայ իտալացի մամլո կարևոր թղթակիցներու կամ խմբակրապետերու հետ։ Երբ 44 օրյա ողբերգությունը ապրեցանք, մենք շարունակ չանացինք այդ մամուլի ներկայացուցիչներուն դիմել, որբեսի հայու դեսագետը ծևոմը հրաբարակ իջնա, ինչ որ արգելված էր մամլո օրգաններու կողմը։ Այս մեխանիզմը դեղեկատվական դաշտի բացի ակադեմական որոշ, ասենք, քաղաքականության հետևողական բարդատրված է այդ միշտ նույն հոգեբանության, բարևելապանության, հոսանքի քաղաքականության կողմը։ Եվ Էդվարդ Սայդի իր գիրքի մեջ դեմը գսե, չեմ իշեր վերջապանի մեջ էր, նախապանի մեջ էր, թե վերջին գլուխի մեջ էր, գսե թե ինչպես կփանի Ամերիկայի քաղաքական իշխանության կողմը, ինչպես կփանի ակադեմական աշխարհը իշա այս քարոշչության, այսին իրենց վարած ռազմավարության, եւ ինչպես կփանի դեղեկատվական դաշտը ոչ միայն ամերիկայաններս, այլ ամբողջ արևմուտքի, եթե ոչ ամբողջ աշխարհի դեղեկատվական օրգաններու կողմը։ Բացի այդ, հետաքրական ինքը նաև մեջբերում մգնե օրինակ ազդվյալը գիշամ ավելի լավ գսամ քիչ հետքը համենայն տպսայո ինքը այդ ուսումնասիրած էր գալով այդ քննադատություններուն թե իր մոդեցումը գրնա շատ գիտական ճլալ կամ նեղ գիտական ճլա գիտեք արևելապանությունը ճիշտ այդ երկու տարու ակադեմական աշխարհի հոսանքն է առանց որուն յուտերը ուսումնասիրելու անկարելի պիտի լար այս գիրքը խմբակրել եւ միան ակադեմական պատրաստություն ունեցող մեկը հայամատական այդ գրականությունը ամփարած անցը գրնար այսպիսի գիրք մղրադարակել եւ ադիգա հավանաբար բարձ քաղաքագետ մը պիտի չգարնար անել այդ գրականության հմուտ մարդը պետք է այս գործը արտադրել Շնորհակալություն Մինաս հիմա մեդիայի նյութին նորեն պիտի վերադառնանք մերսի որ ադիգա մեջ բերեցիվ բայց կուզեմ այս խոսակցությունը դեպի Հայաստան ալբերել եւ հայգին հարցնել Հայաստանի բառնագի մեջ ավերվելապանության դրսևորումները այդ լա հանրային կյանքերնես pedagogan կամ համասարանական նույնիսկ կյանքերնես Ավերվելապանությունը հայկական բառնագներս գավելի է քիչ մադոր մասին խոսիլ Գիտեք դժվար շատ ծավալուն եւ մեր տարբեր շերտերի հարց է վերեք փորձեք մի որոշ բաներ խոսել դրա մասին տեսեք եթե վերցնում ենք այն հիմնական սկզբունքը օրիենտալիզմի թե որ կա սպիտակ մարդու նայելը դեպի ոչ սպիտակ մարդուն Այսինքն եւ դա գիտության մեջ արտահայտված են բոլոր խնդիրներով, որոնք որ բարձրացնում է Սայդը, դա չեք կարող խուսափել, դա կա գիտության մեջ։ Դա կա եւ կա, բայց դա ամեն տեղ արտահայտվում է եւ դա փորձել աշկ փակել դրա վրա չկա։ Չեք կարող, որտեվ այո, այսօր էլ տեխնոլոգիաները եւ գիտական միտքը հատկապես հումանիտար միտքը, որը անկյունակարային աշխարհը նկարագրելու համար ձևավորվում է եւ կոնցեպտներ առաջարկվում է պայմանական արևմուտքում եւ դա իր արտացոլումը գտնում է արևելքում դա պետք է գիտության մեջ երևա եւ երևում է հիմա Հայաստանը կտրված չէ ամեն ինչից Հայաստանը եւ գիտական կյանքը այդ ամեն ինչ մեջ ինտեգրված են եւ դա երևում է այնքանով որքանով Այսինքն դա տենց չեն կարող ասել, որ դա ոչ ճիշտ է, ոչ սխալ է, դա այդ դիրույթում չի հարցը։ Հարցը ավելի շատ այդ պարադիգմաների զարգացման տենդենսներն են եւ ամեն մի փուլն է շարավիղն է հաջորդ этаպը ցիկլիկ, թե ոնց է տեղավորվում հաջորդ զարգացման մեջ։ Սայդը իր գործը արել է, որտեղ ուստի կարող է հասկանալ, որ օրիենտալիզմը երբ որ գրվում էր եւ Սայդը ամեն ինչով զբաղվում էր Հեսա այն համակրվում է մոտապես գիտության մեջ այդ այսպես ասած cultural studies-ի ձևավորման։
որպես գիտակարգի։ Դա էլ է շատ կարևոր, որ օրիենտալիզմը դառնում է շատ այդտենց հավաքում է բոլոր այդ էլեմենտները, որոնք մինչև այդ չկա եւ իսկ այդ ժամանակ այդ գիտությանը նոր ձևավորվող գիտակարգին բան վերաբերմունք կար շարլատանության նման, որ ինչ որ մարդիկ, ովքեր որ չեն հաջողում իրենց հիմնական քաղաքագետ են, կրոնագետ են, այսինքն զբաղվում են ոնց կարող ասել մշակութաբանությունն է, դա cultural studies, բայց սա է նաև էս է ջարդում, էս շատ կարևոր է իմանալ, իսկ ուզենք չուզենք, այդ ոչ Սայդն է հորինել, Սայդն էլ իր գրքում է նշում, որ առնվազն ինքը հիշում է Հերոդոտից, որ հույները լավն էին, պարսիկները վատն էին։ Ու տես գալիս է ողջ այդ դիխոտոմիան, որ տենց է հետաքրքիր կյանքը, պետք է երկու տարբեր բան լինի։ Այդ որ նշեցիք քննադատությունը 70-ականներում վերջավորության 80-ականներում, որ պետք է մեկ համագարկի, այսինքն մեկ դիսցիպլինի մեջ լաս, Սայիդը շատ մեծ թեր խաղացավ այդ խաղապարը չարթելու մեջ եւ ես իմ թեզս կգրեի ընդունված էր, որ կարելի էր մալտիդիսցիպլիներ, այսինքն մի քանի համագարկի օգտվել, որպեսզի իմ բարգայից հայկական ինքնությունը բացատրեմ։ Բայց համալսարանեն ներս, որ գտասավանդեք, ընկալում ինչ է ուսանողներուն այս նյութին շուրջ։ Այսինքն նաև կհարցեմ ինձ կհետաքրքրի, բայց նաև կհարցնեմ, որովհետև Հայաստանը ինչպես Դավիթ ասավ, այդ երկիրներն է, որ ոչ արևելք է, ոչ արևմուտք է, երկուքի միջև է, երբեմն արևելք է, երբեմն արևմուտք է։ Ինչպես գավի հուսամ մեկուն չներացուցի, բայց ինչպես ադիգա գնակ ինչպես կտեսնեք այդ ուսանողներում մեջ։ Կրթական ծրագրերում տարբեր առարկաների ցանկում կա Սայիդը, երբ որ կարդում են, հիմնականում դա մեր 4-րդ կուրսում են այսօր կարդում, խորապես համադրելով տարածաշրջանի կրոնական, փիլիսոփայական, գաղափարախոսական մտքի զարգացման կոնտեքստում են դա անցնում։ Դավիթը այն որ ասաց այն ժամանակ ընկեր Քոչյանը նկատի ուներ ոչ թե սովետի ժամանակ էինք սովորում, այլ այն ժամանակ մեր տարիքային տարբերությունը, երբ որ ես լսարան էի մտնում ինքն էլ սովորում էր, մոտ էր, ընկերական են, այն ժամանակ շատ այսինքն այն ժամանակ կար այդ, հիմա ավելի է շատացել։ Ուսանողները վերաբերվում են որպես ուսումնասիրման օբյեկտի եւ գիտեն, որ կան այս տեսությունները, կա ձախակողմյան մաքսիմալիստական ուսանողական մոտեցում, որ արդարությունն է պետք, այդ ազդում է միշտ, բայց մասնագիտությունը, տարիքը, փորձը ձեռք բերելով դիրքավորումները փոխվում են։ Մոտեցումներն էլ են փոխվում, այդպես միանշանակ չի կարելի ասել պրոես դիրքորոշումն են կամ պրոեն դիրքորոշումն են, որտեղ շատ հաճախ Սայիդի մասի խոսելուց հարցը հանգում է դու պաղեստինյան կողմնորոշում ունես, թե հակապաղեստինյան, ոչ թե գիտական շատ խորը այդ նրբությանը, որ կա այնտեղ։ Այդ տեսանկյունից փորձում ենք ուսանողներին, առնվազն ես իմ դասընթացների շրջանում բացատրել, որ սա պարադիգմաներից մեկն է, կան ուրիշ պարադիգմաներներ։ Հայաստանը որտեղ է։ Հայաստանը այնտեղ է, որտեղ որ այդ բանը ուզում է լինի։ Այդ միշտ է տենց։ Այսինքն մենք ունեցել ենք, այսինքն մեր թարգմանչական գործունեությունը, այսինքն գիտելիքի տրանսֆորմացիան արևելքից արևմուտք, մենք շատ դարեր ա եղել, որ մենաշնորհային ա եղել մեր համար։ Այստեղ նամար այն մոտեցումը, որը կա օրիենտալիզմի, այս այդյան մոտեցումը, այդպես մաքուր կիրառելի չի մեր մոտեցմանը։ Այսինքն մեր մի քիչ տարբերություններ կան, եթե ժամանակ լինի կխոսենք հետո։ Շատ կարճ մինաս գնաս անդրադառնալ մի քանի բառով արևելապանությունը սպիրկյան բառնագի մեջ, սպիրկի կոնտեքստին։ Դժվար է ասել, որովհետև սպիրկյան իրականությունը այդքան բազմազան է, այդքան տարբեր երկիրներու եւ աշխարհամասերու մեջ, որ այդ բառունակը մեկ որպես բառունակ նկատի ունենալ շատ բարդ հարց է։ Չեմ ալքի դեռ թե որքան սպիրկյան իրականության մեջ Սայիդը
դեղ կդածը կամ հետարություն շարժածը բնավ այդ ուտյամբ չեմ մտածած չեմ իսկապես դեղյակ չեմ նույնիսկ չեմ հանդիպած մեր մեջ ունենք տղտագիցներ հայ մամլո մեջ որևէ արցական կեդվարցայդի կրության մասին կամ այս գիրքի մասին իմ աչքից կոնե չզարեց չեմ գիտեր իբր կրախոսական կամ իբր տուն որ քաղաքագիտություն ուսանած սկուծը բադաղած Չէ ոչ անպայման Edward Said-ի մասին խոսակցություն, բայց իր այս քննադատությունը գա թե մենք ինչպես արևելքը գերդաց եւ այս սպյուրքյան հայացքը օրինակ ես կտեսնեմ սպյուրքյան չեմ ուզել շատ նյութեն շեղել, բայց սպյուրքյան հայացքը երբեմն թեպի Հայաստան, տասական սպյուրքի հայացքը թեպի Հայաստան երբեմն բավական գմոդենա արևելապանության Գրնալալ, բայց նաև նկատի պետք է ունենանք, որ սպյուրքի մեր գրեթե բոլոր իրականությունները արևմտամետ իրականություններ են, եւ ինչպես Սաիդը նաև դերմա գակնարգե արևելքի մեջ անգամ ակադեմիական աշխարհներս արևմուտյան մեթոդներն որ մտցված են եւ հագարակ շարժումը չկա կամ ակադեմիական մագարտակի շարժումը չստեղծված այդպիսի իրականություններում մեջ երբ հայերնալ եթե ուսանած են այս նյութերը հավանաբար արևմտամետ տիտանգյունը մեկնած են ուրիշ բարդույթ մնալ ունին հայերը ճշմարտաբար միջին արևելքի մեջ կամ իրանց հարաբերությունը արևելքի ժողովուրդներու նկատմամբ բարձրեն դիդելու դիրքորոշումը գա ես կհիշեմ մեր քաղաքներու մեջ մենք քիդագեինք իրանք ոչ իրանք դկետներն էին ճշմարտաբար այս մոդելությունը գա Եվ շատ անգամ այսօր օրինակ եթե Բեյրութ երթակ շատ ավելի փայլուն խավ մգա արաբախոս ժողովրդի մեջ, քան թե դերուն վրա մնացած այ ժողովրդաններս։ Շատ շիդա։ Որպես մեդիայի մասնակետ քիչ ավելի գնաս մեկնաբանել արևելապանությունը միջազգային եւ եթե իսկ պետք է հայկական մեդիայի մեջ Սիրով, ուրեմն տեսեք ես այստեղ էլ նաև ցույց տվեցի Լաս Վեգասում երբ այդ խելագարը մարդկանց սպանեց ոչ մի տեղ ես այն ժամանակ նաև լուսաբանում էի դա ոչ մի տեղ չեմ տեսել տերոր բառը ոչ մի լրատվամիջոցում իսկ երբ նույն բանը անում է ինչ որ մի չգիտեմ սիրիացի կամ եգիպտոսցի անմիջապես անում է դնում են ահաբեկչություն դա ամենատիպիկ օրինակն է բայց մենակ դա չէ երբ օրինակ կարծեմ Ջորջ Բուշը հա փոքր Ջորջ Բուշը որը չնայած ինչի է փոքր շատ էլ մեծ մարդ է երբ ասում էր գնանք Իրաքը ժողովրդավարացնենք ոչ մեկ դրա մեջ առանձնապես չէր տեսնում որ մի բան ինչի դրա մեջ էլի այսինքն բայց այդ մարդկանց հարցրել եք ինձ դա պետք է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը հա մեդիայում այդ նրբությունը ընդհանրապես ես խոսում եմ ամերիկյան մեդիայի մասին չէր զգացվում այդ նրբությունը Այսինքն որ մարդը հարց տասի, բայց դուք իրենց հարցրել եք, կարող է իրանք չեն ուզում դա։ Այդ մտածողությունը չկար։ Եվ նույն ձևով նաև շատ իհարկե հսկայական դեր ունի Հոլիվուդը, որտեղ իրականում երկուսից էլ կա։ Այսինքն կան ֆիլմեր, որտեղ այդ արևելքցու կերպարը ճիշտ հակառակ տրամաբանության մեջ է ներկայացված։ Նու ամեն դեպքում դա զգացվում է, այսօր էլ է զգացվում եւ այս իմաստով շատ մեծ դեր են ունենում այն միջազգային կորպորացիաները լրատվական, որոնք աշխատում են օրինակ Al Jazeera-ն, որոնք աշխատում են արևմուտքի լեզվով, արևմուտքի տեսքով, արևմուտքի ձևով, բայց ամբողջությամբ արևելյան են։ Բարբերությունը եւս կուզեմ գարտալ եւ ամենադժվար հարցումը վերջը քեզի Դավիթ Պիտարցնեմ եւ բանամ միշներունալ եւ այդպես կփակենք Սաիդը հարաճապա մկրած է 2003-ին Քիրքին 25 ամյակին արդիվ այդ հարաճապանի մեջ կսե եւ սակայն արևելապանությունը կմնա արևելաբես ժամանակագից պատմության խորվալից անցուդարձերուն առնչված քիրքը շեշտորեն կբացատրեմ հոս որ ոչ արևելք եզրը ոչ ալ իթեպ արևմուտք հասկացողությունը գբարնագե որևէ քոյապանական գայունություն մեկն ու մույսը արդյունքն է մարդկային չանկերու այլին հետ թիմարտիմությամբ եւ այլն Դավիթ հարցումս հետեւյալն է
գավուցված մնե ավերվելաբանությունը քիրքը կբացատրի թե այդ ինչպես գերդված է եւ կշարունակվի գերդվել ուրեմն ինչպես գավելի է զայն աբա գավուցել կամ ժխտել որը մեկ կարապար գուզես փաշխել եւ այս հարցումը որովհետեւ ունենք մոտավորապես 5 վայրկյան եւս 5 րոպե եւս այս հարցումը ցեզաբիտած Շատ կարևոր հարց է իրականում, որովհետև ամբողջ իմաստը այս ամենի հենց դա է, ի վերջո։ Եվ ես այս մասին մտածել եմ, բնականաբար չեմ հասկացել, ինչ պետք է լինի, եւ ինչպես հիմա ընդունված է, հարցրել եմ ChatGPT-ին։ Տվել է 3 պատասխան։ 3-ից 2-ը հիշում եմ։ Առաջինը այն է, որ այս հարցը լուծելու համար շատ կարևոր է քարոզչությունը եւ պետք է ցույց տրվի, որ այդ արևելքցին, այտենց ինչ-որ հնադարյա էկզոտիկ վիճակը այդքան էլ այդպես չէ, որ օրինակ նույն արևելքցին կարող է լինել շատ, չգիտեմ, արևմուտքին հասկանալի տեսքով, ձևով, լեզվով, թեկուզ ոչ մաշկի գույնով, բայց շատ հասկանալի կարող է դառնալ, օրինակ, չգիտեմ, Նոբելյան դափնեկիր։ Եվ կամ ուրիշ տեսակ, օրինակ, չգիտեմ, ֆիլմերում կամ քարոզչական ինչ-որ թեկուզ գովազդներում, այս ամենում պիտի այդ ամեն ինչը ցույց տրվի եւ այդ կարծրատիպը ընդամենը կոտրվի։ Եվ երկրորդը դա իհարկե այդ բոլոր, դրա ամենամեծ հետևանքը, ընդհանրապես օրիենտալիզմի ամենասարսափելի հետևանքը, դա քաղաքական որոշումներն են, որոնք կայացվում են այդ նախապաշարմունքների ազդեցության տակ։ Եվ այստեղ խնդիր կա, երբ այդ հարցը լուծվի այդ մակարդակում, մնացածը արդեն ինքնըստինքյան կկարգավորվի, բայց վստահ եմ, որ դուք շատ ավելի իմաստալի բաներ կասեք։ Ջան, որ դու իմաստալի բան չեր ասում, մենք պետք է ասենք, բայց գիտեք, խնդիրը սա լուծելու չլուծելու դաշտում չի եւ այտենց խնդիր դրված չի իմ կարծիքով։ Խնդիրը ոչ թե լուծել կամ ոնց սա կա, սա մեր այն քաղաքակրթական մշակութային ժառանգությունն է, որի մեջ ապրում ենք ու որը շարունակվելու է։ Այսինքն դա գալիս է մեր պատկերացած աշխարհի, մեր աշխարհի ընկալման մեջ, որտեղ կա մի հատ ճիշտ եւ կա մնացածը սխալ։ Այսինքն դա գալիս է կրոնական պատկերացումներից, լինի դա քրիստոնեություն, հրեականություն, իսլամ։ Իսկ եթե մի պահ մտածենք, որ 7 միլիարդից 3 միլիարդի համար հեչ Աստված մի հատ էլ չի, այսինքն իրաց համար աշխարհը ուրիշ է, իրանք ուրիշ ձև են նայում աշխարհին։ Եվ ըստեղը, որ այսինքն մենք ենք այս հարցը քննարկում, իմ կարծիքով ընդ ուրիշ հարցեր են քննարկում, իրանց համար այդ հարցը չկա։ Մենք ենք փորձում այդ մեր արժեքային համակարգիչներով լուծում գտնել այդ ամեն փուլին, երբ որ հարց է կա։ Դա համար այստեղ արլաբանությունը նայվել առիթ է, որ մտածելու, որ չի շատ մտածել այդ հարցով։ Հանգիստ շարունակեք դուք ձեր գործը արեք, ամեն ինչ իր տեղ կընկնի։ Քարոզչության դեմ հնարավոր չէ այդ մասշտաբների նույն հակաքարոզչություն անել, որտեվ օրինակի համար եթե գիտությամբ եք զբաղվում, գիտություն ուրիշ բան է քարոզչություն։ Վերցրեք 20-րդ դարի առաջի 2 տասնամյակում տպված անգլերեն բացատրական բառարանը եւ 21-րդ դարի սկզբում տպված կամ 20-ի վերջում տպված նույն այդ բառարանը եւ բացեք ֆունդամենտալիզմ հոդվածը։ Այսինքն կզարմանաք, այն մի ժամանակ այնտեղ իսլամ չկա, քրիստոնեական ֆունդամենտալիզմի մասին է խոսքը, այստեղ արդեն քրիստոնեական ֆունդամենտալիզմ չկա, իսլամական ֆունդամենտալիզմի մասին է խոսքը։ Այսինքն այդքան բան։ Գարզրադիբերու մասին ակնարկելով կգարձեմ, որ միակ ձևը այդ գարզրադիբերը հաղթահարել կամ քանդել Էդվարդ Սայեդի օրինակը հետևելն է։ Եվ ադիգա կրնագնել դուք համասարանի պրոֆեսորները երդասարտներով հետ աշխատելով, դրան բանելով։ Ես նախքան այլ բան ասել գուզեի ցեզի հարցնել ռուսերենով է, որ դուք բան կանեք, չէ՞, այսինքն մատչելի նույնը ռուսերեն բանն է, անգլերենն է։ Հետաքրական գլարնակ գարտալ մեր շատ լավ։ Բայց հետաքրական գլա օրինակ փախտadel անգլիական կամ անգլերեն լեզվով բնակիրը մեր ավելցուցած թարգմանիչներու ցանոթակրություններն նկատել եւ հայամատականներն էլ կամ բամը ավելցնել իբր հայ մտածողի արդայդած միտքեր
գրնակ հավանաբար մասամբ բաժնել, մասամբ ոչ։ Խոսքս ուղղելով ուղղակի երդասարդ ծերունդին աշակերտներուն, կալով նաև աժմու հարցերուն, երկու բանի մասին կուզեմ խոսիլ, որոնք դեղմը շատ գար, դեղմը Էդվարդ Սայդը կանտրատարնա օրինակ երկու մրցակից ցավալաբաշտական քաղաքականություն վարող գայսրություններու մասին, մեկը Ֆրանսիան, մյուսը Անգլիան։ Ֆրանսիայի մասին հատ քննադատությունը գնա ասելով, որ իրանց մոդեցումը միշտ եղած է մարտասիրական, արևելքի գարկմը ժողովուրդներու աբական բրգելու միտումով, բայց միշտ ասած է օրինակի համար, որ Ֆրանսիան այո ցավալաբաշտական գայսրություն է, բայց այդ ուժը ունի անգլիացիներուն նման հարցերուն լուծում գտնելու։ Բաներ գխոստանա գխանտավարը, բայց լուծումներ չի դար եւ այդ ժողովուրդները փորձանքի կմատնվին։ Ասկսեմ բարձրապես որովհետեւ հիմա գրնալալ նույն ծևի վիճակման ստեղծված է Հայաստանի ներկայ քաղաքականության նկատմամբ, ասի մասնական գարձիկս է։ Իսկ մեդիայի վերադառնալով շատ կար նաեւ ասեմ նույն ծևի քաղաքականություն ցավալաբաշտական այսօր մեդիաներու ջամփով իքորս տրված է ռուսիո քաղաքականության դեմ։ Արևմուտքի մեդիաներու մեջ գանչվի մեկ անհատ գուցե մասնակետ այդ հարցերուն, որը հավանաբար քրիտիկական մոդեցում ունի դարված քաղաքականության դեմ, անմիջապես 4-5 հոգի շուրջը վրանգը հարցակին գսան տուն Պուտինի հետևողական ես, Պուտինի տադը կպաշտպանես, ռուսամետ ես եւ այլն եւ այլն։ Այսինքն ազատ բանավեճ չկա արևմուտքի մեդիաներում մեջ։ Նույն քաղաքականությունը գշարունակվի։ Ամենս որ այս բաներուն դեղյակ լալու համար լավ գործիք մնա այս գիրքը գարտալ բոլորին համար։ Շնորհակալություն։ Ուրեմն շատ շնորհակալ եմ եւ ինչ որ այս վերջին խոսքը ծեվով մգապված այդ վերջին բարբերության, որ գուզեմ գարտալ եւ այդպեսով փակել, որովհետեւ այս բարբերությունը նաեւ գաբ ունի մեր երկրորդ պանելին հետ, որ գոդված Վահան մասին է։ Նույն հավաչապանի մեջ 2003-ին Սայիդը գկրե։ Ըստածս նաեւ հետեւյալն է. գա դարբերությունը ընդմեջ մեկ կողմի այլ ժողովուրդներու եւ ժամանակներու անդրադարձող գիտությանը, որ արդյունքն է հասկացողության, լուրջ ուսումնասիրության եւ վերլուծումի, եւ մյուս կողմի գիտությունը, եթե գիտություն պետք է գոչել զայն, որ մաս կգազմի ինքնահաստատումի, թշնամանքի եւ ուղղակի բادرազմի կացող ընդհանուր արշավիմը։ Վերջին հաշվով գա խոր դարբերությունը հասկանալու գամեցողության եւ դիվաբեդելու գամեցողության միջև։ Եվ այսինքն մեզ գոհտնի որ այդ դարբերությունները դեսնենք։ Ուրեմն շնորհակալություն մեր գլոսերանի մասնագետներուն, շնորհակալություն ցեզի։ Հիմա գացեմ թե 10 րոպե թաթար մգա սուրճի, որ մեր ետ հոսքը հավաքվին կոդված Վահան Կիրկի մասին խոսելու։ Շնորհակալություն։